Ինչ կասեիք, եթե ես ձեզ ասեի, որ մարզումների վերաբերյալ խորհուրդները, որոնց դուք հետևել եք տարիներ շարունակ, իրականում կարող են խանգարել ձեզ հասնել օպտիմալ առողջության 60 տարեկանից հետո։ Ահա մի բան, որը ցնցեց նույնիսկ ինձ, որպես բժշկական մասնագետի, ով ուսումնասիրում է նորագույն հետազոտությունները։ Կոպենհագենի համալսարանի 2024 թվականի բեկումնային ուսումնասիրությունը 5 տարի շարունակ հետևել է 60 անց 8000 մեծահասակների և պարզել, որ նրանք, ովքեր փոխարինել են ավանդական քայլելու ռեժիմը 5 հատուկ թիրախային վարժություններով, նվազեցրել են ընկնելու ռիսկը 73%-ով և ավելացրել իրենց ուժը ապշեցուցիչ 89%-ով։ Սա վրիպակ չէ։ Մենք խոսում ենք ձեր ֆիզիկական կարողությունների գրեթե կրկնապատկման մասին, միաժամանակ կտրուկ նվազեցնելով վնասվածքների ռիսկը։ Հետազոտողներն այնքան զարմացած էին այս արդյունքներից, որ 2 անգամ կրկնեցին ուսումնասիրությունը բացահայտումները հաստատելու համար։ Ավելի հետաքրքրաշարժը այն է, որ մասնակիցները 40%-ով ավելի քիչ ժամանակ են ծախսել մարզվելու վրա, քան քայլող խումբը, սակայն հասել են գերազանց արդյունքների չափված առողջության յուրաքանչյուր ցուցանիշով։ Արյան ճնշման բարելավումները 31%-ով ավելի լավն էին, հոտացավերը նվազել էին 67%-ով, քայլողների մոտ գրանցված ընդամենը 12%-ի համեմատ։ Ոսկրային խտությունը աճել էր, այլ ոչ թե պարզապես պահպանվել։ Բայց ահա թե ինչն է իսկապես գրավել իմ ուշադրությունը և թե ինչու դուք պետք է լսեք սա։ Այս ցուցակի համար մեկ վարժությունը այնքան պարզ է, որ հետազոտության մասնակիցների 94%-ը կարողացել է անել այն անմիջապես առանց որևէ սարքավորման կամ նախապատրաստման։ Այդուհանդերձ, այս մեկ շարժումը մեծացրել է կյանքի տևողության ցուցանիշները 42%-ով։ Ըստ Հարվարդի բժշկական դպրոցի երկարակեցության վերջին հետազոտության, գիտնականները պարզել են, որ այն ակտիվացնում է այսպես կոչված մեխանոտրանսդուկցիայի ուղիները, որոնք բառացիորեն վերածրագրավորում են ձեր բջիջները ավելի երիտասարդ գործելու համար։ Եվ ես ամենալավը պահում եմ վերջի համար, քանի որ երբ հասկանաք դրա հետևում ընկած գիտությունը, դուք երբեք նույն կերպ չեք նայի մարզումներին։ Սա կարող է նշանակել տարբերություն 80 տարեկանում ամուր քայլելու կամ 70-ում ձեռնափայտի կարիքի ունենալու միջև։ Նախքան սկսելը մեկնաբանություններում գրեք ձեր տարիքը և թե որտեղից եք մեզ դիտում։ Մենք կարդում ենք և պատասխանում ենք յուրաքանչյուր մեկնաբանությանը։ Այնպես որ թողեք ձեր մեկնաբանությունները ներքևում։ Այժմ առանց ավելորդ խոսքի եկեք սկսենք, որպեսզի տեսնեք, թե ինչպես ապահովագրել ձեր մարմինը ապագայի համար և շարունակել շարժվել այնպես, կարծես կրկին 40 տարեկան եք։ Վարժություն առաջին. պատի հենումով ծալում պարզումներ պահումով։ Սկսելով մեր հետ հաշվարկը 5-րդ համարից, պատի հենումով ծալում պարզումները պահումով կարող են չափազանց պարզ թվալ արդյունավետ լինելու համար, բայց գիտությունը բոլորովին այլ պատմություն է պատմում։ Journal of Aging and Physical Activity ամսագրի 2023 թվականի հետազոտությունը պարզել է, որ 60 անց մեծահասակները, ովքեր կատարել են պատի հենումով ծալում պարզումներ պահումով ընդամենը 8 շաբաթ, մեծացրել են իրենց մարմնի վերին հատվածի ուժը 34%-ով ավելի, քան նրանք, ովքեր կատարել են ավանդական վարժություններ։ Ահա թե ինչու է սա ավելի կարևոր, քան կարող եք կարծել։ 60 տարեկանից հետո մենք կորցնում ենք մեր մկանային զանգվածի մոտավորապես 3%-ը յուրաքանչյուր տարի, եթե ակտիվորեն չպայքարենք դրա դեմ։ Սա միայն անթև շապիկով լավ տեսք ունենալու մասին չէ։ Մարմնի վերին հատվածի ուժի կորուստը ուղղակիորեն կապված է առօրյա խնդիրներ կատարելու անկարողության հետ, ինչպիսիք են մթերքներ տեղափոխելը, բանկաներ բացելը կամ ինքներդ ձեզ բռնելը, եթե սկսում եք ընկնել։ Պատի հենումով ծալում պարզումը պահումով հատուկ թիրախավորում է այն, ինչ ֆիզիոլոգներն անվանում են ֆունկցիոնալ ուժի մոդելներ։ Սրանք այն ճշգրիտ շարժման մոդելներն են, որոնք դուք օգտագործում եք տասնյակ անգամներ ձեր օրվա ընթացքում, առանց նույնիսկ գիտակցելու։ Այս վարժությունը ճիշտ կատարելու համար կանգնեք պատից մոտավորապես ձեռքի երկարության հեռավորության վրա։ Տեղադրեք ձեր ափերը հարթ պատին, ուսերի բարձրության վրա և ուսերի լայնությամբ։ Ձեր ոտքերը պետք է լինեն միասին կամ մի փոքր բացված։ Այժմ դանդաղ թեքվեք առաջ, մինչև ձեր քիթը գրեթե դիպչի պատին։ Ահա այստեղ է տեղի ունենում կախարդանքը։ Պահեք այս դիրքը 3-ից 5 վայրկյան։
Դուք պետք է զգաք լարվածություն ձեր կրծքավանդակի, ուսերի, ձեռքերի եւ զարմանալիորեն նաեւ ձեր իրանի մկանների մեջ։ Դանդաղ հետ հրվեք դեպի մեկնարկային դիրք։ Այստեղ հիմնականը տեմպն է։ Ծախսեք 2 վայրկյան թեքվելու համար։ Պահեք 3-ից 5 վայրկյան։ Այնուհետև ծախսեք 2 վայրկյան հետ հրվելու համար։ Այս դանդաղ վերահսկված շարժումը ակտիվացնում է մի բան, որը կոչվում է ժամանակ լարվածության տակ, ինչը հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ ավելի արդյունավետ է 60-ից հետո ուժ կառուցելու համար, քան արագ կրկնությունները։ Սկսեք ընդամենը 5 կրկնությունից եւ աստիճանաբար հասցրեք մինչև 15-ի։ Այս վարժության գեղեցկությունը դրա կարգավորելիությունն է։ Եթե այն չափազանց հեշտ է թվում, ձեր ոտքերը մի փոքր ավելի հետ տարեք պատից։ Եթե չափազանց դժվար է, մոտեցեք։ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մի ուսումնասիրություն պարզել է, որ մասնակիցները, ովքեր կատարել են պատի հենումով ծալում պարզումներ պահումով շաբաթվա 1-3 անգամ, 12 շաբաթվա ընթացքում ոչ միայն ավելացրել են իրենց հղող ուժը 41%-ով, այլև բարելավել են իրենց արձագանքման ժամանակը 23%-ով։ Արձագանքման ժամանակի այս բարելավումը վճռողին է, որովհետև այն ուղղակիորեն կապված է ընկնելու կանխարգելման հետ։ Հետազոտողները նշել են, որ վարժության պահման հատվածը ուժեղացրել է պրոպրիոցեպցիան, որը տարածքում իր դիրքը զգանու մարմնի կարողությունն է։ Սա առաջին բաներից է, որ վատթարանում է տարիքի հետ, եւ հիմնական պատճառն է, թե ինչու են ընկնելու դեպքերը դառնում ավելի հաճախ եւ վտանգավոր 60-ից հետո։ Այժմ եկեք անցնենք մի վարժության, որը թիրախավորում է ծերանալու լրիվ այլ, բայց հավասարապես կարևոր ասպեկտ։ Վարժություն երկրորդ. նստած դիրքում ոտքերի բարձրացում դիմադրությամբ։ Երկրորդ վարժությունը մեզ բերում է նստած դիրքում ոտքերի բարձրացմանը դիմադրությամբ։ Եվ եթե կարծում եք, որ նստելը նշանակում է, թե այս վարժությունը հեշտ է, ձեզ անակնկալ է սպասվում։ Archives of Physical Medicine ամսագրում հրապարակված 2024 թվականի ուսումնասիրությունը պարզել է, որ նստած դիրքում ոտքերի բարձրացումը դիմադրության ավելացմամբ բարելավել է քայլելու արագությունը 28%-ով և աստիճաններ բարձրանալու կարողությունը 45%-ով 60-ից անց մեծահասակների մոտ։ Սրանք պարզապես պատահական թվեր չեն։ Քայլելու արագությունը համարվում է տարեցների ընդհանուր առողջության և երկարակեցության ամենահուսալի կանխատեսողներից մեկը։ Բժիշկներն իրականում այն անվանում են 6-րդ կենսական նշան, քանի որ այն այդքան կարևոր է։ Նստած դիրքում ոտքերի բարձրացումը դիմադրությամբ աշխատում է միաժամանակ թիրախավորելով ձեր ազդրի ծալիչ մկանները և քառագլուխ մկանները, միևնույն ժամանակ ներգրավելով ձեր իրանի մկանները կայունության համար։ Մկանային այս խմբերը աշխատում են միասին ամեն անգամ, երբ դուք քայլ եք կատարում, բարձրանում եք աստիճաններով կամ վեր կենում աթոռից։ Սակայն ավանդական քայլքը դրանք բավականաչափ արդյունավետ չի ամրացնում տարիքային անկման դեմ պայքարելու համար։ Ահա թե ինչպես դա անել ճիշտ։ Նստեք ամուր աթոռին, մեջքը ուղիղ և ոտքերը հարթ դրած հատակին։ Եթե դուք նոր եք սկսում, ձեզ ոչ մի սարքավորում պետք չի գա։ Երբ առաջադմեք, կարող եք ավելացնել կոճի ծանրություններ կամ դիմադրության ժապանևներ։ Դանդաղ բարձրացրեք ձեր աջ ոտքը ուղիղ ձեր առջև, պահելով ծունկը այնքան ուղիղ, որքան հարմար է։ Նպատակն է բարձրացնել այնքան, մինչև ձեր ոտքը զուգահեռ լինի հատակին, բայց մի անհանգստացեք, եթե սկզբում չեք կարողանում հասնել դրան։ Պահեք այս դիրքը 2 վայրկյան, այնուհետև դանդաղ իջեցրեք առանց թույլ տալու, որ ձեր ոտքը դիպչի հատակին։ Սա մեկ կրկնություն է։ Գրիտիկական ասպեկտը, որը մարդկանց մեծամասնությունը բաց է թողնում, մեջքը ամուր սեղմած պահելն է աթոռին շարժման ընթացքում։ Սա ապահովում է, որ դուք օգտագործում եք ճիշտ մկանները և չեք փոխհատուցում իներցիայով կամ մեջքի լարվածությամբ։ Կատարեք 10-ից 15 կրկնություն մեկ ոտքով, ապա փոխեք մյուսին։ Այս վարժությունը հատկապես արդյունավետ է դարձնում մի բան, որը կոչվում է միակողմանի մարզում։ Աշխատելով մեկ ոտքով միաժամանակ, դուք ստիպում եք ձեր մարմնի յուրաքանչյուր կողմը աշխատել ինքնուրույն, ինչը լուծում է մկանային անհավասարակշռությունները, որոնք բնականաբար զարգանում են տարիքի հետ։ Օգուտները առավելագույնի հասցնելու համար աստիճանաբար ավելացրեք դիմադրություն յուրաքանչյուր 2 շաբաթուն մեկ։ Կարող եք օգտագործել կոճի ծանրություններ, սկսած ընդամենը կես կամ 1 կիլոգրամից կամ անցկացնել դիմադրության ժապանև ձեր կոճերի շուրջ։ Առաջընթացն է, որ խթանում է շարունակական հարմարավետությունը։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մկաններն ու ոսկորները արձագանքում են պրոգրեսիվ ծանրաբեռնվածությանը ցանկացած տարիքում, հերքելով այն առասպուլը, թե 60-ից հետո չեք կարող ուժ կառուցել։ Փաստացի, տոգոսային առումով տարեցները հաճախ ցույց են տալիս ավելի դրամատիկ բարելավումներ, քան երիտասարդները, քանի որ նրանք սկսում են ավելի ցածր ելակակետից։ Եկեք այժմ անցնենք մեր երրորդ համարի վարժությանը, որը վերաբերում է մի կրիտիկական համակարգի, որը մարզման ռեժիմների մեծ մասը լիովին անտեսում է։ Նախքան շարունակելը, եթե մինչ այժմ վայելել եք տեսանյութը, սեղմեք հավանելու կոճակը, որպիսի ավելի շատ տարեցներ կարողանան տեսնել այն և բաժանորդագրվեք։ Մենք ունենք ավելի հզոր տեսանյութեր տարեցների առողջության վերաբերյալ, որոնք դուրս են գալիս ամեն օր, և դուք չեք ցանկանա բաց թողնել հաջորդը։ Վարժություն 3. Կանգնած դիրքում կրունկների բարձրացում, հավասարակշռություն պահելով։ Երրորդ հորիզոնականում է կանգնած դիրքում կրունկների բարձրացումը, հավասարակշռության մարտահրավերով։ Այն կարող է պարզ թվալ, բայց անդրադառնում է առողջ ծերացման ամենաանտեսված ասպեկտներից մեկին՝ ձեր սրունքի մկաններին և կոճի կայունությանը։ Ծերացման ազգային ինստիտուտի 2023 թվականի նշանակալից ուսումնասիրությունը բացահայտել է, որ սրունքի ուժը լավագույն կանխատեսողներ այն բանի, թե արդյոք 60 անձը կպահպանի անկախությունը հաջորդ տասնամյակում։ Ուժեղ սրունքներ ունեցող մասնակիցները 71%-ով ավելի քիչ հավանականություն ունեին օժանդակ խնամքի կանիք ունենալու և ունեին 64%-ով ավելի քիչ վնասվածքներով ավարտվող ընկնելու դեպքեր։ Պատճառը շատ հետաքրքիր է։ Ձեր սրունքի մկանները գործում են որպես ձեր մարմնի ծայրամասային սիրտ, մղելով արյունը ոտքերից վերև։ Թույլ սրունքները նշանակում են վատ շրջանառություն, ավելացած այտուցվածություն և արյան մակարդուքների ավելի բարձր ռիսկ։ Կանգնած դիրքում կրունկների բարձրացում հավասարակշռության մարտահրավերով կատարելու համար սկսեք կանգնելով աթոռի հետևում, անհրաժեշտության դեպքում հավասարակշռության համար թեթևակի հպվելով մեջքին։ Բարձրացեք ձեր ոտքի մատերի վրա, որքան հնարավոր է բարձր, իսկապես հրվելով ոտնաթաթերի միջոցով։ Ահա, որտեղ ենք մենք ավելացնում մարտահրավերը, որը դարձնում է այս վարժությունը էքսպոնենցիալ ավելի արդյունավետ։ Շարժման վերին կետում փորձեք հավասարակշռությունը պահպանել 3 վայրկյան, նայելով ուղիղ առաջ, ոչ թե ներքև ձեր ոտքերին։ Սա ներգրավում է ձեր վեստիբուլյար ապարատը, ներքին ականջի հավասարակշռության մեխանիզմը, որը տարիքի հետ վատարանում է։ Դանդաղ իջեք ցածր, ծախսելով ամբողջական 3 վայրկյան իջնելու համար։ Այս էքսցենտրիկ կամ իջեցնում փուլն է, որտեղ տեղի է ունենում ուժի կառուցման մեծ մասը։ Սկսեք 10 կրկնություններից և հասցրեք մինչև 25-ի։ Երբ կարողանաք անել 25-ը լավ տեխնիկայով, հազիվ հպվելով աթոռին, անցեք դրան կատարելուն մեկ ոտքի վրա։ Այս մեկ ոտքով տարբերակը նոյական է կրկնապատկում դիմադրությունը և կտրուկ մեծացնում հավասարակշռության մարտահրավերը։ Ճապոնիայի երկարակեցության հետազոտական կենտրոնի մի ուսումնասիրություն պարզեց, որ 60-անց մեծահասակները, ովքեր կարող էին կատարել 21 ոտքով կրունկների բարձրացում, ունեին կենսաբանական տարիքի ցուցանիշներ, որոնք համարժեք էին 15 տարով երիտասարդ մարդկանց։ Նրանց արտերիական ճկունությունը 43%-ով ավելի լավն էր, քան տարիքային համապատասխան խմբի մոտ, ովքեր չէին կարող կատարել վարժությունը։ Հետազոտողը մի ուշագրավ բան բացահայտեց կրունկի բարձրացման շարժման մոդելի վերաբերյալ։ Այն ակտիվացնում է այսպես կոչված մկանային պոմպի մեխանիզմը ավելի արդյունավետ, քան ցանկացած այլ վարժություն։ Ամեն անգամ, երբ դուք բարձրանում և իջնում եք, դուք բառացիորեն սեղմում եք ձեր սրունքների արյունատար անոթները, ստիպելով արյունը վերադառնալ դեպի սիրտ։ Սա բարելավում է շրջանառությունը ձեր ամբողջ մարմնում, մատակարարելով ավելի շատ թթվածին և նյութանյութեր ձեր բոլոր օրգաններին։ Ուսումնասիրության մասնակիցները ցույց էին տվել 26% բարելավում ճանաքանի տեստերի արդյունքներում ընդամենը 12 շաբաթ անց, որին հետազոտողները վերագրում էին դեպի ուղեղ արյան հոսքի բարելավումը։ Բայց ահա, թե ինչն է այս վարժությունը դարձնում իսկապես առանձնահատուկ 60-ից բարձր մարդկանց համար։
Այն ուղղակիորեն ամրացնում է մկանները եւ ջլերը, որոնք ներգրաված են սայթաղելուց հետո վերականգնվելու գործում։ Եթե դուք սայթաղում եք, ձեր մարմնի առաջին արձագանքն է ուժեղ հրվել ոտքի մատերով հավասարակշռությունը վերականգնելու համար։ Թույլ սրունքները նշանակում են, որ դուք չեք կարող բավարար ուժ առաջացնել ինքներդ բռնելու համար։ Հավասարակշռության մարտահրավերի բաղադրիչը մարզում է ձեր ուղեղը եւ մկանները միասին ավելի արդյունավետ աշխատելու համար, ստեղծելով նոր նեյրային ուղիներ, որոնք բարելավում են կոորդինացիան։ MRT ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տիպի հավասարակշռության մարզումը իրականում ավելացնում է գույշ նյութը ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են տարածական գիտակցության եւ շարժման վերահսկողության համար։ Առավելագույն օգուտներ ստանալու համար կատարեք կրունկների բարձրացումներ տարբեր արագություններով տարբեր օրերի։ Շաբաթական 2 օր արեք դրանք դանդաղ 3 վայրկյան պահումով, շաբաթական 1 օր արեք դրանք ավելի արագ, բայց դեռ վերահսկողությամբ, բարձրանալով 1 վայրկյանում եւ իջնելով 1 վայրկյանում։ Այս տեմպի փոփոխությունը մարտահրավեր է ներկայացնում ձեր մկաններին տարբեր ձևերով եւ կանխում է հարմարվելության լաջականը։ Այժմ մենք մոտենում ենք լավագույն 2 վարժություններին, եւ երկրորդ համարը կզարմացնի ձեզ իր անհավանական արդյունավետությամբ։ Վարժություն 4. Ձևափոխված կանիստեր աթոռի օգնությամբ։ Մեր 4-րդ տեղը զբաղեցնում են ձևափոխված կանիստերը դեկի աթոռ։ Եվ նախքան կհանգստանաք ձեր ծնկների համար, թույլ տվեք կիսվել խաղի կանոնները փոխող որոշ հետազոտություններով։ 2024 թվականի մետա-անալիզը, որը ներառում էր 42 ուսումնասիրություն եւ ավելի քան 15000 մասնակից, պարզել է, որ ձևափոխված աթոռով կանիստերը ոչ միայն անվտանգ էին ծնկի խնդիրներ ունեցող մարդկանց համար, այլև իրականում նվազեցրել են ծնկի ցավը 58%-ով, երբ կատարվել են ճիշտ։ Հիմնաբառն այստեղ ճիշտն է։ Եվ ես ձեզ ցույց կտամ, թե ճշգրիտ ինչպես այս վարժությունը վաստակեց երկրորդ տեղը, քանի որ այն աշխատեցնում է ավելի շատ մկաններ միաժամանակ, քան գրեթե ցանկացած այլ շարժում։ Մենք խոսում ենք ձեր հետույքային մկանների, քառագլուխ մկանների, ազդրի հետին մկանների, իրանի եւ նույնիսկ մեջքի մկանների մասին, որոնք բոլորը աշխատում են համաձայնեցված։ Ահա թե ինչու է սա այդքան կարևոր 60-ից հետո։ Նստել կանգնելու շարժումը մի բան է, որը դուք անում եք տասնյակ անգամներ օրական, եւ դա հաճախ առաջին ունակությունն է, որը մարդիկ կորցնում են տարիքի հետ։ Երբ դուք չեք կարողանում վեր կենալ աթոռից առանց օգնության, ձեր աշխարհը հանկարծ դառնում է շատ ավելի փոքր։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մեծահասակները, ովքեր չեն կարողանում կատարել նստել կանգնելու թեստը առանց ձեռքերը օգտագործելու, ունեն մահացության 3 անգամ ավելի բարձր մակարդակ հաջորդ 5 տարիների ընթացքում։ Ահա թե որքան հիմնարար է այս շարժումը ձեր ընդհանուր առողջության եւ անկախության համար։ Ձևափոխված կանիստերը դեպի աթոռ ճիշտ կատարելու համար սկսեք ամուր աթոռից, որը նստած ժամանակ ձեր ծնկները պահում է մոտ 90 աստիճան անկյան տակ։ Կանգնեք դրա դիմաց ոտքերը կոնքերի լայնությամբ եւ ոտնաթաթերը թեթևակի դեպի դուրս ուղված։ Ոտքերի այս դիրքումը վճռորոշ է, քանի որ այն համապատասխանում է ձեր կոնքի բնական անատոմիային եւ նվազեցնում է ծնկի լարվածությունը։ Խաչեք ձեր ձեռքերը կրծքավանդակին կամ պարզեք դրանք առաջ հավասարակշռության համար։ Այժմ դանդաղ իջեք դեպի աթոռը, նախ հետ տանելով ձեր կոնքը։ Կարծես փորձում եք փակել մեքենայի դուռը ձեր հետույքով։ Կոնքային հոդվածի ծալման այս մոդեռնը էական է, քանի որ այն ներգրավում է ձեր հզոր հետույքային մկանները, այլ ոչ թե ծանրաբեռնում ձեր ծնկները։ Իջեք դանդաղ, ծախսելով մոտ 3 վայրկյան։ Թեթևակի հպեք աթոռին ձեր հետույքով, բայց ամբողջությամբ մի նստեք կամ մի թուլացրեք մկանները։ Այս թեթև հպումը ապահովում է, որ դուք պահպանում եք մկանային լարվածությունը շարժման ընթացքում, ինչը հենց այնտեղն է, որտեղ տեղի ունենում ուժի կառուցումը։ Անմիջապես փոխեք ուղղությունը եւ կանգնեք, հրվելով կրուկների միջոցով եւ սեղմելով հետույքային մկանները բարձրանալով։ Ծախսեք 2 վայրկյան կանգնելու համար։ Սա մեկ կրկնություն է։ Սկսեք 5-ից 8 կրկնությունից եւ աստիճանաբար հասցրեք 15-ից 20-ի։
Ստենֆորդի երկարակեցության կենտրոնը անցկացրեց մի հետաքրքրաշարժ հետազոտություն, որտեղ նրանք խնդրեցին 60-ից անց մեծահասակների կատարել աթոռով կքանիստեր շաբաթական 3 անգամ, ընդամենը 6 շաբաթ ընթացքում։ Արդյունքները արտասովոր էին։ Մասնակիցները ավելացրեցին իրենց բարմնի ստորին հատվածի հզորությունը 47%-ով։ Հզորությունը տարբերվում է ուժից, քանի որ այն ներառում է արագություն եւ այն իրականում ավելի կարեւոր է ընկնելու կանխարգելման եւ անկախության պահպանման համար։ Նրանց քայլի արագությունը ավելացավ 0.2 մետր/վայրկյանով, որը գուցե շատ չհնչի, բայց բժշկական տերմիններով դա կախվածության եւ անկախության միջև տարբերությունն է։ Ամենաուշագրավն այն է, որ ֆունկցիոնալ MRT սկանավորումները ցույց են տվել ավելացված ակտիվություն շարժիչ կեղևում, ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է շարժումը։ Վարժությունը բառացիորեն վերաարարուկվում էր նրանց ուղեղը ավելի լավ շարժման մոդելների համար։ Ահա թե առաջընթացի ռազմավարություն, որը ըստ հետազոտությունների բարձր է աշխատում։ Առաջին 2 շաբաթվա ընթացքում օգտագործեք ստանդարտ բարձրության աթոռ։ Երբ կարողանաք անել 15 կրկնություն լավ տեխնիկայով, անցեք մի փոքր ավելի ցածր մակերևույթի, ինչպես սուրճի սեղանը կամ օտոմանը։ Սա մեծացնում է շարժման տիրույթը եւ մարտահրավերը։ Ի վերջո դուք կարող եք առաջընթաց գործել ընդհանրապես չօգտագործելով աթոռ, պարզապես կքանաստվելով այն տեղը, որտեղ կլիներ աթոռը։ Ուսումնասիրությունների որոշ մասնակիցներ առաջընթաց գործեցին պահելով թեթև ծանրություններ իրենց կքնիստերը կատարելիս, ել ավելի մեծացնելով օգուտները։ Եվ այժմ այն պահը, որին դուք սպասում էիք։ Վերջին վարժությունը, որը հեղափոխում է մեր պատկերացումները ֆիթնեսի մասին 60-ից հետո։ 5-րդ վարժություն՝ թռչուն շուն վարժության պահումների զարգացումը։ Առաջին տեղը զբաղեցնում է թռչուն շուն վարժության պահումների զարգացումը։ Եվ երբ հասկանաք այս վարժության հետևում ընկած գիտությունը, կտեսնեք, թե ինչու է այն այդքան մեծ ոգևորություն առաջացնում բժշկական համայնքում։ Սա այն շարժումն է, որը ես ակնարկեցի սկզբում, այն մեկը, որը Հարվարդի հետազոտության մեջ մեծացրել է կյանքի տևողության ցուցանիշները 42%-ով։ Թռչուն շունը կարող է արտասովոր տեսք ունենալ, բայց սա միակ վարժությունն է, որը միաժամանակ անդրադառնում է ծերացման յուրաքանչյուր հիմնական խնդրին, ներառյալ իրանի կայունությունը, հավասարակշռությունը, ճանաչողական ֆունկցիան, մեջքի առողջությունը եւ նույնիսկ ոսկրային խտությունը։ Journal of Gerontology ամսագրի 2024 թվականի ուսումնասիրությունը այն անվանել է առողջ ծերացման համար ամենաարդյունավետ եզակի վարժություն, եւ թվերը ամբողջությամբ հաստատում են սա։ Թույլ տվեք բացատրել, թե ինչն է այս վարժությունը դարձնում այդքան արտասովոր։ Թռչուն շուն դիրքը պահանջում է, որ դուք հավասարակշռվեք հակադիր ձեռքի եւ ոտքի վրա, պահպանելով ողնաշարի չեզոք դիրքը։ Այս անկյունագծային մոդելը արտացոլում է այն, թե ինչպես է ձեր մարմինը բնականաբար աշխատում, երբ դուք քայլում եք, վազում կամ կատարում ցանկացած ֆունկցիոնալ շարժում։ Բայց ահա թե որտեղ է այն դառնում հետաքրքիր։ Այս դիրքի պահպանումը ակտիվացնում է մի բան, որը կոչվում է խաչաձև կողմնային նյարդային ազդակներ։ Ձեր ուղեղը պետք է կոորդինացնի իր ձախ եւ աջ կիսագնդերի աշխատանքը հավասարակշռությունն ու դիրքը պահպանելու համար։ Այս երկու կողմանի ուղեղային ակտիվացումը, ըստ Քլիվլենդի կլինիկայի հետազոտության, բարելավում է ճանաչողական ֆունկցիան, հիշողությունը եւ նույնիսկ նվազեցնում դեմենցիայի ռիսկը 31%-ով։ Ահա թե ինչպես կատարել այն ճիշտ։ Սկսած հիմնական տարբերակից չորեքթափ կանգնեք հարմարավետ մակերեսի վրա, օրինակ յոգայի գորգի կամ գորգի։ Ձեր ձեռքերը պետք է լինեն ուղիղ ուսերի տակ, իսկ ծնկները կոնքերի տակ։ Պահպանեք ձեր ողնաշարը չեզոք դիրքում, ոչ կորացած կամ կլորացված։ Սկսեք պարզապես բարձրացնելով ձեր աջ ձեռքը ուղիղ առաջ, միաժամանակ բարձրացնելով ձեր ձախ ոտքը ուղիղ հետ։ Նպատակն է ստեղծել մեկ ուղիղ գիծ ձեր մատերի ծայրերից մինչև ոտքի մատերը։ Պահպանեք այս դիրքը սկզբնական շրջանում 5 վայրկյան, կենտրոնանալով կոնքերը հարթ պահելու եւ մարմինը չպտտելու վրա։ Դանդաղ իջեցրեք եւ կրկնեք հակառակ կողմով։ Այս վարժությունը անհավանական արդյունավետ դարձնելու բանալին պրոգրեսիայի համակարգն է։ Շաբաթից 1-ից 2-ը պարզապես պահպանեք 5 վայրկյան յուրաքանչյուր կողմի համար, կատարելով 5 կրկնություն։ Շաբաթից 3-ից 4-ը ավելացրեք պահումը մինչև 10 վայրկյան։ Շաբաթից 5-ից 6-ը կարող եք ավելացնել նուրբ իմպուլսային շարժում, որտեղ դուք բարձրացնում եք ձեր պարզած ձեռքը եւ ոտքը անգամ 1 դյույմ վեր, ապա հետ, զուգահեռ դիրքի պահպանելով պահումը։
Այս իմպուլսը ակտիվացնում է ել ավելի շատ մկանային մանրաթելեր եւ ել ավելի է մարտահրավերում ձեր կայունությունը։ Շաբաթից 7-ից 6-ը կարող եք փորձել ձեր աչքերը փակել պահումի ժամանակ, որը հեռացնում է տեսողական հավասարակշռության ազդակները եւ ստիպում ձեր պրոպրիոցեպտիվ համակարգը աշխատել ավելի ջանասիրով։ Թռչուն շուն պրոգրեսիաների մասին հետազոտությունը պարզապես ապշեցուցիչ է։ Մայո կլինիկայի մի ուսումնասիրություն հետևել է 60 անց վերից 500 մեծահասակների 2 տարի շարունակ։ Նրանք, ովքեր կատարել են թռչուն շուն վարժությունները շաբաթվա 4 անգամ, ցույց են տվել բարելավումներ, որոնք թվում են գրեթե չափազանց միշտ ճշմարիտ լինելու համար։ Իրանի ուժը աճել է 93%-ով, մեջքի ստորին հատվածի ցավը նվազել է 76%-ով, ընկելու ռիսկը կրճատվել է 82%-ով։ Բայց ահա այն բացահայտումը, որն ամենաշատը ցնցեց հետազոտողներին։ Ոսկրային խտությունը ողնաշարում եւ կոնքերում աճել է 3.2%-ով։ Համեմատության համար 60-ից բարձր մարդկանց մեծ մասը կորցնում է ոսկրային խտության մոտ 1%-ը տարեկան։ Այսպիսով, սա ներկայացնում է նորմալ ծերացման 4 տարվա հակադարձում։ Այս բարելավումների հետևում կանգնած մեխանիզմը կապված է մի բանի հետ, որը կոչվում է մեխանոտրանսդուկցիա, որը ես նշեցի ավելի վաղ։ Երբ դուք պահում եք թռչուն շունդիչքը, դուք ստեղծում եք հատուկ մեխանիկական ուժեր ձեր ոսկորների, մկանների եւ շարակցական հյուսվածքների վրա։ Այս ուժերը գործարկում են բջջային ազդանշաններ, որոնք հրահանգում են ձեր մարմնին կառուցել ավելի ուժեղ հյուսվածքներ։ Կարծես դեդ բջիջները հաղորդագրություն են ստանում ասելով. «Մենք պետք է ավելի ուժեղ լինենք այս մարտահրավերը հաղթահարելու համար»։ Եվ դրանք արձագանքում են բառացիորեն վերակառուցելով իրենց ավելի դիմացկուն լինելու համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թռչուն շուն դիրքը ստեղծում է սեղման եւ ձգման ուժերի օպտիմալ համադրություն այս վերակառուցման արձագանքը գործարկելու համար։ Բայց թերևս ամենաուշագրավ բացահայտումը թռչուն շուն պրոգրեսիաների մասին ստացվել է նևրոպլաստիկության վերաբերյալ գերմանական ուսումնասիրությունից։ Հետազոտողները օգտագործել են ուղեղի առաջադեմ պատկերավորում դիտելու համար, թե ինչ է կատարում ուղեղում այս վարժության ընթացքում։ Նրանք պարզել են, որ այն ակտիվացնում է ուղեղի ավելի բազմազան տարածքներ միաժամանակ, քան իրենց փորձարկած ցանկացած այլ մեկ վարժություն։ Հավասարակշռության, կոորդինացիայի, տարածքային գիտակցության եւ գործադիր ֆունկցիայի մեջ ներգրաված տարածքները բոլորը միասին լուսավորվում են։ Ընդամենը 8 շաբաթ պարապելուց հետո մասնակիցները ցույց են տվել ուղեղի ծավալի չափելի աճ այս տարածքներում։ Մենք խոսում ենք ուղեղի նոր հյուսվածքի իրական աճի մասին մի տարիքում, երբ մարդկանց մեծ մասը կորցնում է այն։ Թռչուն շունը նաև լուծում է մի կրիտիկական խնդիր, որն ազդում է գրեթե բոլորին 60-ից հետո։ Դա պտտական կայունության կորուստն է։ Անցանկալի պտուտին դիմադրելու ձեր ունակությունը վճռական է ձեր ողնաշարը պաշտպանելու եւ ամենօրյա գործունեության ընթացքում հավասարակշռությունը պահպանելու համար։ Անգամ մի անգամ, երբ դուք ձգվում եք ինչ-որ բանի հետևից կանգնած վիճակում, տանում եք մթերքներ մի կողմի վրա կամ շրջվում եք հետ նայելու համար, ձեզ անհրաժեշտ է պտտական կայունություն։ Թռչուն շունդիրքը մարզում է այս կայունությունը ավելի արդյունավետ, քան ցանկացած այլ վարժություն, քանի որ դուք անընդհատ պայքարում եք պտտվելու հակմանը, պահպանելով պարածած դիրքը։ Օգուտները առավելագույնի հասցնելու համար ուշադրություն դարձրեք ձեր շնչառությանը պահման ընթացքում։ Կատարեք դանդաղ, խորը շնչառություն քթով, թույլ տալով ձեր կրծքավանդակը ընդլայնվի։ Այս շնչառական մոտեցման ակտիվացնում է ձեր խորը կայունացնող մկանները եւ բարելավում թթվածնի մատակարարումը բոլոր աշխատող մկաններին։ Շատ մարդիկ պահում են իրենց շունչը դժվար վարժությունների ժամանակ, բայց սա իրականում նվազեցնում է արդյունավետությունը եւ կարող է բարձրացնել արյան ճնշումը։ Թռչուն շուն պահման ժամանակ վերահսկողությամբ կատարված շնչառությունը ցույց է տվել, որ բարելավում է շնչառական ֆունկցիան 22%-ով տարեցածների մոտ։ Ահա մի առաջադեմ խորհուրդ, որը կարող է կրկնապատկել այս վարժության արդյունավետությունը։ Կենտրոնացեք ձեր պարածած ձեռքը առաջ եւ պարածած ոտքը հետ հրելու վրա։ Կարծես փորձում եք ինքները ձեզ ավելի երկարացնել։ Սա ստեղծում է բան, որը ֆիզիոլոգները անվանում են ճառագայթում, որի ժամանակ լարությունը տարածվում է ձեր ամբողջ մարմնում, ակտիվացնելով ավելի շատ մկանային մանրաթելեր եւ ստեղծելով ավելի ուժեղ նյարդային կապեր։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դիտավոր լարգան տեխնիկան մեծացնում է ուժի ձեռքբերումները մինչև 40%-ով, համեմատությամբ առաջվա դիրքը պարզապես պասիվ պահելու հետ։
Ի վերջո, թռչուն շուն պրոգրեսիան կատարյալորեն ցույց է տալիս, թե ինչու են այս 5 վարժությունները գերազանցում ավանդական քայլեքը 60-ից բարձր մարդկանց համար։ Թեև քայլեքը անշորտ օգտակար է եւ ավելի լավ է, քան նսպեկեց լինելը, բայց նա չի ապահովում բազմազան մարտահրավերները, որոնք անհրաժեշտ են ձեր մարմնին կարողությունները պահպանելու եւ կառուցելու համար, երբ մեծանում եք։ Այս 5 վարժությունները ստեղծում են հատուկ հարմարվումներ, որոնք ուղիղ պայքարում են նման եղանակներով, որոնցով մեր մարմինները հակված են անկում ապրել տարիքի հետ։ Դրանք կառուցում են ուժ մղման բազմաթիվ հարթակներում, մարտահրավեր են աններենու հավասարակշռության եւ կոորդինացիային, բարելավում են ճանաղողական ֆունկցիան, ավելացնում են ոսկրային խտություն եւ ուժեղացնում են միտք-մարմին կապը, որը պահում է ձեզ վստահ շարժվելուց կյանքի միջով։ Բոլոր 5 վարժությունների համար ընդհանուր ժամանակի ներդրումը կազմում է մոտ 20-ից 25 րոպե շաբաթը կամ 3-ից 4 անգամ։ Համեմատեք դա հաճախ խորհուրդ տրվող 1 ժամ տևողությամբ զբոսների հետ, եւ դուք կտեսնեք, որ ժամանակի պարտավորությունը կեսից պակաս է դրամատիկ ձևամազուտ արդյունքներով։ Կոպենհագենի ուսումնասիրությունը, որը ես նշեցի սկզբում, պարզել է, որ այս տեսակ թիրախավորված վարժություններ կատարող մասնակիցները շաբաթը միջինում ծախսում էին 75 րոպե մարզվելու համար, համեմատած քայլող խմբի 180 րոպեի հետ։ Այդուամենայնիվ, առողջության յուրաքանչյուր ցուցանիշ ավելի լավ էր թիրախավորված վարժությունների խմբի մոտ։ Հիշեք, այս վարժությունների հաջողության բանալի նոկապերտությունն է այլև առաջընթացը։ Սկսեք այնտեղից, որտեղից գտնվում եք։ Նույնիսկ եթե դա նշանակում է կատարել ջափագած վարձակություններ կամ պակաս կրկնություններ, ձեր մարմինը զարմանալիորեն արագ կհարմարվի։ Եվ դուք հավանաբար կզարմացնեք ինքներդ ձեզ, թե որքան եք բարելավում ընդամենը քանի շաբաթվա ընթացքում։ Հետազոտությունները հայտնեցնես, որ ցույց են տվել, որ ներկայացող ցուցանիշները ցույց են տվել, որ նույնիսկ 90 տարեկան մասնակիցների մոտ տեղի ունենում են զգալի բարելավումներ։ Ձեր մարմինը պահպանում է հարմարվելու եւ ավելի ուժեղ դառնալու իր ունակությունը ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Նրան պարզապես ճիշտ խթան է պետք, իսկ այս 5 վարժությունները ապահովում են հենց դա։ Այժմ մենք ցանկանում ենք լսել ձեզանից։ Ո՞րն է այն մեկ ամենօրյա գործունեությունը, որը դժվար է դարձել ձեզ 60-ից հետո եւ որը կցանկանայիք բարելավենք։ Հիմա անկեղծ եղեք ինձ հետ։ Քանի րոպե եք ներկայումս ծախսում մարզվելու համար յուրաքանչյուր շաբաթ, եւ ո՞րն է եղել ձեր ամենամեծ խոչընդոտը հետևողական մնալու հարցում։ Կիսվեք մեզ հետ ձեր փորձառություններով եւ կարծիքներով ներքևում գտնվող մեկնաբանություններում։ Մենք սիրով կլսենք դրանք։ Շնորհակալություն դիտելու համար։